Ես ցանկանում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այն ժամանակի բնութագրերից մեկը, որում մենք ապրում ենք, մեզ շրջապատող իրականությունը, ժամանակը, կարելի է բնութագրել մեկ բառով՝ անհանգստություն։ Մարդիկ չունեն խաղաղություն և ապրում են անհանգստության մեջ։ Ինչպես կարելի է բնութագրել անհանգստությունը։ Երբ մարդը իրարանցման մեջ է, տագնապում է, գտնվում է վախի մեջ, երբ չգիտի, թե ինչ է իրեն ներկայում և մոտ ապագայում սպասվում, անընդհատ գտնվում է լարված վիճակում, անհանգստության մեջ, իսկ հիմա ինչ կլինի վաղը, ինչ է ինձ սպասվում։ Եվ ահա Աստծո խոսքը մեզ ասում է, որ անհանգիստ և ալեկոծ աշխարհում, որում մենք ապրում ենք, կա Աստծո եկեղեցի, որտեղ ներկա է Աստված, կա խաղաղություն և հանգստություն։ Ցանկանում եմ կարդալ մի տեղ, որը գրված է Եբրայեցիների թղթի 4 գլխի 1 խոսքում. Ուրեմն վախենանք, միգուցե երբեք նրա հանգստի մեջ մտնելու խոստմունքը մնալիս ձեզանից մեկը պակասած գտնվի։ Աստված առաջարկում է մտնել իր հանգիստը, Աստված առաջարկում է ունենալ աստվածային հանգստություն, Աստված առաջարկում է ապրել Աստծո հանգստի մեջ։ Եկեք յուրաքանչյուրը ստուգենք մեզ, մեր ապրած վերջին ամիսը կամ շաբաթը և կատարենք մի փոքր վերլուծություն։ Ինչպես ենք մենք ավելի շատ ապրել հանգստության մեջ, խաղաղ, հավասարակշռված մեր հոգու և սրտի վիճակում, թե մեզ ամեն դեպքում հետապնդում են ինչ-որ հուզմունքներ, ինչ-որ տագնապ, ինչ-որ անհասկանալի բանի սպասում և մենք գտնվում ենք անխաղաղության մեջ։ Յուրաքանչյուրս մեզ ստուգենք, եկեք ուշադրություն դարձնենք Աստծո խոսքից որոշ հատվածների վրա, որոնք ցույց են տալիս, թե ինչ է նշանակում ապրել հանգստության և ինչ անհանգստության մեջ։ 16-րդ Սաղմոսում 8-րդ խոսքից Դավիթը այսպես է ասում. «Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ, որովհետև նա իմ աջ կողմն է, ես չեմ սասանվիլ։ Սրա համար իմ սիրտն ուրախ է և իմ փառքը ցնծում է, և իմ մարմինս էլ հույսով կբնակվի, որովհետև իմ անձը չես թողել գերեզմանումը և քո սրբին ապականություն տեսնիլ չես տա։ Դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը, քո երեսի առաջին ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը քաղցրություններ հավիտյան»։ Դավիթն ասում է, որ Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ, և դա ամեն ժամանակ իր առջև Տիրոջը տեսնելը նրան տալիս էր հոգու ճիշտ վիճակ։ Սրա համար իմ սիրտն ուրախ է և իմ փառքը ցնծում է, և մարմինս էլ հույսով կբնակվի։ Երբ կա Աստծո ներկայություն, երբ մենք տեսնում ենք Աստծո ներկայությունը, երբ մենք վայելում ենք Տիրոջ ներկայությունը, երբ շոշափում ենք Տիրոջ ներկայությունը, երբ տեսնում ենք Աստծուն, դրանից էլ սիրտը ուրախանում է, փառքը ցնծում է և անգամ մարմինը հույսով հանգստանում է։ Եսայի մարգարեության 57-րդ գլխի 19-րդ խոսքից գրված է. «Շրթունքների պտուղն ստեղծելով խաղաղություն լինի հեռուներին և մոտիներին, ասում է Տերը, և ես պիտի բժշկեմ նրան, բայց ամբարիշտները ալեցուկ ծովի նման են, որ չէ կարող հանդարտել, և նրա ջուրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։ Խաղաղություն չկա, ասում է իմ Աստվածը ամբարիշտների համար»։ Երբ մենք տեսնում ենք Աստծուն, երբ մենք զգում ենք Աստծուն մեր սրտում, մեր մարմինը, մեր միտքը, մեր գիտակցությունը կյանքի բոլոր իրավիճակներում կարող են և պետք է հանգստանան։ Իսկ ամբարիշտների համար խաղաղություն չկա, ասում է Տերը, նրանք ալեկոծ ծովի նման են, որ տիղմ ու ցեխ է շպրտում։ 10-րդ Սաղմոսում Դավիթը նկարագրում է մեղավոր մարդու վիճակը։ Նա ասում է իր սրտումը. «Ես ազգից ազգ չեմ շարժվիլ, չար բան չի գալ ինձ վրա։ Նրա բերանը լիքն է անեծքով, նենգությունով և խաբեությունով, նրա լեզվի տակին ցավ և անօրենություն կա»։
Ամբարշտի վիճակը նրա լեզվի տակ ցավ ու անօրենություն կա, նրա բերանը լիքն է անեծքով, նենգությունով և խաբեությունով։ Երբ այլ համեմատություն ենք փնտրում, Երգերգոցում 4-րդ գլխի 11-րդ խոսքից գրված է. «Մեղրախորիս խեկաթում շրթունքներիցդ ով հարս, մեղր ու կաթ կա լեզվիդ տակին, և հանդերձներիդ հոտը Լիբանանի հոտին նման է»։ Եթե համեմատենք այս երկու տեղերը Սուրբ գրքից, մի դեպքում ամբարշտի բերանը լիքն է անեծքով, նենգությունով և խաբեությունով, ինչու, քանի որ նրա լեզվի տակ ցավ ու անօրենություն կա, չկա խաղաղություն, չկա հանգստություն, միայն ցավ ու անօրենություն։ Իսկ հարս եկեղեցին ասում է. «Մեղր ու կաթ կա լեզվիդ տակ, մեղրախորիս խեկաթում շրթունքներիցդ»։ Այսինքն, այսպիսի նկարագրություն կա արդար մարդու համար, հարսի, ով Քրիստոսի եկեղեցու պատկերն է, սուրբ մարդկանց համար, ովքեր Աստծով ստացել են խաղաղություն ու հանգստություն իրենց սրտերում, մեղրախորիս խեկաթում քո շուրթերից ով հարս, ինչու, քանի որ լեզվի տակ, այսինքն սրտում, մեղր ու կաթ է։ Դավիթն ասում է. «Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որպեսզի չմեղանչեմ քեզի դեմ»։ Երբ մենք բացում ենք Առակաց գրքի 1 գլխի վերջին խոսքը, բայց ինձ լսողը ապահով կբնակվի և հանդարտ կլինի չարիքի վախիցը, Սուրբ Հոգին Աստծո իմաստությամբ ասում է. ինձ լսողը ապահով կբնակվի և հանդարտ կլինի չարիքի վախիցը։ Երբ մենք բացում ենք շատերիս քաջածանոթ 91-րդ Սաղմոսը, որը մեզանից շատերն անգամ անգիր գիտեն, առաջին խոսքում սաղմոսերգուն ասում է. «Բարձրյալի ծածկոցի տակ բնակողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում»։ Կա հնարավորություն, կա ամեն անհրաժեշտ բան, որպեսզի ապրելով այս ալեկոծ աշխարհում մենք չվախենանք չարից և ապրենք հանգիստ, երբ սրտում խաղաղություն է, երբ սրտում հանգստություն է, անգամ ինչպես Մարգարեն է ասում. «Թեև թզենին չծաղկի, որդերի վրա բերք չլինի, կտրվի ոչխարը փարախից, ես իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ»։ Եվ այսպիսի վիճակ է հանգստությունը, երբ կյանքում լինում են փորձություններ, տագնապներ, Աստծո ներկայությունը մաքուր սրտերում կարող է տարածել իր խաղաղությունը. «Տիրոջը դրի միշտ իմ առաջին»։ Իհարկե հեշտ է լինել հանգիստ, երբ մեր շուրջն ամեն բան հանգիստ է։ Հեշտ է լինել բարեհամբույր, երբ շուրջ բոլորը բարեհամբույր են։ Հեշտ է լինել բարի, երբ բոլորն ինձ բարությամբ են շրջապատում։ Իսկ երբ մենք Աստծո թույլտվությամբ հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ մեր շուրջը չկա խաղաղություն, չկա հանգստություն, երբ չկա այնպիսի վիճակ, որ մեզ բոլոր կողմերից ապահովի հարմարավետությամբ, ինչ վիճակում է մեր սիրտը, մեր հոգին։ Աստված Եսայի մարգարեի միջոցով 66-րդ գլխի 1 խոսքից ասում է այսպիսի խոսքեր. «Այսպես է ասում Տերը. երկինքը իմ աթոռն է, և երկիրը իմ ոտքերի պատվանդանը։ Դա ինչ տուն է, որ շինում եք ինձ համար, և դա ինչ տեղ է իմ հանգստության համար։ Այդ ամենն էլ իմ ձեռքն է արել, և եղան այդ ամենը, ասում է Տերը, և ես սրան եմ մտիկ տալիս խոնարհին և կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին»։ Աստված ուզում է, որ աստվածային հանգստությունը, աստվածային խաղաղությունը բնակվի մեր սրտերում անկախ մեր տրամադրությունից, անկախ մեր գտնվելու վայրից, անկախ նրանից, թե ինչ է մեզ շրջապատում։ Միգուցե սուգ է եկել մեր կյանք, կամ անհաջողություն, կամ էլ ամեն բան կարծես գնում է ձեռքից, կամ էլ ինչ-որ բանից մենք մեր կյանքում զրկվել ենք։ Դրանով Աստված մեզ փորձում է և ցանկանում է, որ ինձ լսողը, ինձ վստահողը կապրի ապահով, հանգիստ, չարից չվախենալով։ Ինչպե՞ս ստանալ Աստծո խաղաղությունը։ Հիսուս Քրիստոսն ասաց այսպիսի խոսքեր. Մատթեոս ավետարանի 11-րդ գլխի 28-րդ խոսքից գրված է. «Հիսուսն ուղերձ է հղում. Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև»։
Ես մի փոքր կցանկանայի կանգ առնել Հիսուս Քրիստոսի այս բառերի վրա։ Շատերն սպասում են աստվածային հանգստությանը, հենվելով միայն այս խոսքերի առաջին մասի վրա։ Ինձ մոտ եկեք եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Եվ հարց են տալիս. Տեր, ախր չէ որ ես եկա քեզ մոտ, ես արդեն քանի տարի է քեզ հետ եմ, բայց ինչու այդպես էլ իմ սրտում չկա այդ ցանկալի հանգստությունը։ Ինչու, երբ անհաջողությունները գալիս են իմ կյանք, երբ ամեն ինչ սկսում է ձեռքից գնալ, իմ հանգստությունը կորում է, գալիս է հուսահատություն, անհանգստություն։ Բայց պետք է ուշադրություն դարձնել Հիսուս Քրիստոսի հետևյալ բառերի վրա, որ ես ձեզ կհանգստացնեմ հետևյալ պայմանի դեպքում. ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Որպեսզի ապրենք Աստծո հանգստության մեջ, որպեսզի գտնվենք Աստծո խաղաղության մեջ, պետք է կատարենք պայմանը, որը թողել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. վերցրեք իմ լուծը ձեզ վրա, իմ լուծը քաղցր է, իսկ բեռը թեթև։ Այլ բառերով ասած, որպեսզի լինի Աստծո բացարձակ խաղաղությունը, պետք է համաձայնվել Աստծո կամքի հետ, պետք է վերցնել խաչը եւ հետևել Հիսուսին, պետք է ընդունել ամեն բան, ինչ որ Աստված առաջարկում է մեզ, կամ էլ ամեն ինչ որ Աստված թույլ է տալիս մեր կյանքում։ Պետք է համաձայնվել սրա հետ, վերցրեք իմ լուծը ձեզ վրա եւ ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Վերցնել լուծը եւ սովորել հեզություն ու խոնարհություն Քրիստոսից։ Ահա այսպիսի պայմաններ, որոնք թողել է մեզ համար Հիսուս Քրիստոսը, եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք։ Աստված կուղարկի մեզ իր հանգստությունը։ Խոսելով աստվածային հանգստության մասին, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել եւս մեկ հանգամանքի վրա, որ Աստծո հանգիստը Սուրբ գրքում կարելի է դիտարկել երկու տեսանկյունից, երկու տարբերակներով։ Առաջինը, գտնվելով երկրի վրա, ապրելով անհանգիստ աշխարհում, մենք կարող ենք սրտում ունենալ Աստծո խաղաղությունը, կարող ենք խաղաղված լինել Աստծո, որ մեր ապագան, մեր հավիտենականությունը որոշված է Աստծով, Հիսուս Քրիստոսի զոհի շնորհիվ։ Եվ որ մեր շուրջը մարդիկ ապրում են բացարձակ անխաղաղության մեջ, չիմանալով թե ինչպես սկսել օրը, ինչպես վերջացնել, ինչպես պլանավորել վաղվա օրը, ոչ մեկ չի կարող անել ոչ մի կանխատեսում։ Մենք, սովորելով Քրիստոսից, համաձայնվելով նրա լծին, նրա բեռին, նրա կամքին, գտնվում ենք Աստծո խաղաղության մեջ։ Աստված իմ, եթե դու նոր օր ուղարկես, ապա նաև կերակուր կտաս, եթե փորձություն թույլ տաս, դու նաև կտաս զորություն այդ փորձությունն անցնելու եւ քեզ հավատարիմ մնալու համար։ Բայց Աստծո հանգստի մեկ այլ հասկացությունը կարող ենք անվանել Աստծո հավիտենական հանգիստ։ Եբրայեցիների 4-րդ գլխի 2-րդ խոսքից գրված է. որովհետև մենք էլ ենք ավետիքն առել ինչպես եւ նրանք, բայց նրանց օգուտ չբերավ ավետիքի քարոզության խոսքը, որովհետև չխառնվեցավ հավատքի հետ լսողների մեջ, բայց մենք հավատացյալքս մտնում ենք այն հանգստի մեջ, ինչպես ասեց, թե ինչպես երթում արի իմ բարկությունումը, թե պիտի չմտնեն իմ հանգստի մեջ, թեև գործերն աշխարհքի սկզբիցը կատարված էին, որովհետև մեկտեղ 7-րդ օրվա համար այսպես է ասում. Եվ Աստված 7-րդ օրումը հանգիստ առավ իր բոլոր գործերիցը, եւ այստեղ դարձյալ ասում է, թե պիտի չմտնեն իմ հանգստի մեջ, արդ որովհետև մնում է, որ մի քանիսը նրա մեջ մտնեն, եւ նրանք, որ առաջուց ավետիքն առան, չմտան անհավատության պատճառով, կրկին ուրիշ օր է հաստատում, այսօր Դավիթով ասելով այնքան ժամանակներից հետո, ինչպես որ ասվեցավ, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացնեք ձեր սրտերը, որովհետև եթե Հեսուն նրանց հանգստի մեջ էր տարել, նրանից հետո ուրիշ օրի համար էլ չէր խոսիլ, ուրեմն մնում է մի հանգստանալ Աստծո ժողովրդի համար, որովհետև նրա հանգիստը մտնողը ինքն էլ հանգստացավ իր գործերիցը, ինչպես Աստված էլ իր աններիցը, ուրեմն ջանանք այն հանգստի մեջ մտնելու, որ միգուցե մեկը նույն անհավատության օրինակի պես ընկնի։ Այստեղ խոսվում է Աստծո ամբողջական հանգստի կամ հավիտենական հանգստի մասին, որը
կգա, երբ մենք կհանգստանանք մեր բոլոր գործերից։ Թող Աստված ուղարկի մեզ բոլորիս իր հանգստությունը, խաղաղությունը։ Մենք հիմա կաղոթենք դրա համար, կխնդրենք Նրանից ուժ, իմաստություն, իսկ Նրա խոսքն ինչպես գրված է, կենդանի և զորեղ է, թող Նա շարունակի իր գործը մեր սրտերի մեջ։ Ամեն։